Լոռու մարզպետը վստահ չէ, որ իր ղեկավարած մարզում ԱՅՈ-ն կհաղթի։ Դեկտեմբերի 7-ը ամենից ցույց կտա։ Ինքը վստահեցնում է, որ ժողովուրդը հետաքրքրված է նոր սահմանադրությամբ եւ քվեարկության ժամանակ ակնկալում է ակտիվություն։ Մենք որևէ լծակ չենք օգտագործելու։ Շիրակի եւ Արմավիրի մարզպետերը դեռ հրահանգ չեն ստացել հանրաքվեում ապահովել ԱՅՈ-ի հաղթանակը։ Մեր առջև դրվում է խնդիր մարդկանց իրազեկել, բացատրել։ Արմավիրի մարզպետը դեռ չի կարող ասել ԱՅՈ-ի պարտության դեպքում ինքը հրաժարական կտա թե ոչ։ Եթե չանցա, իսկ դուք համոզված եք, որ չի անցնելու։ Այս մարդը զարմանում է, ինչու պիտի արմավիրցի գյուղացին ոչ ասի նոր սահմանադրությանը։ Լրագրողները նկատում են, թեկուզ այն պատճառով, որ գյուղացու խաղողը վատ մթերվեց, փակվեցին փողոցներ։ Քանի անգամ է մեր գյուղացին փողոց փակել, ընդամենը մի անգամ։ Շիրակի մարզպետն այն մարդն էր, որը մի քանի օր առաջ համոզված էր, որ մարզում հաղթելու է ԱՅՈ-ն։ Կա եւ այսպես մտածող, կա եւ այնպես մտածող։ Չի կարելի միանշանակ ասել այսպես։ Շիրակում ոչի հաղթանակից հետո իր պաշտոնավարման նպատակարարության մասին մարզպետը դեռ չի մտածել, բայց կմտածի։ Դե չի լինի կնայեք կտեսնիկ էլի անցուվեց կայելի 6-ը կանցնի, հետո դրանից հետո խոսենք ինչը փախան։ Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Ֆելիքս Սոլակյանն իհարկե առաջին անգամ չի լսում, որ ընտրությունները Հայաստանում կեղծվում են։ Ես ասել եմ, ես կողմ չեմ այդպիսի բաների։ Ըստ նրա Շիրակը համենայն դեպս ընդդիմադիր մարզ չէ, իսկ Գյումրիում էլ կան ընդդիմադիր տրամադրություններ, ճնշել չեն պատրաստվում։ Այսինքն ոնց բանով ինչով են ճնշում, պրեսով են ճնշում։ Իսկ այս մարդն այսօր թորնիկ է ունեցել, նա հակում չուներ խոսել տեղամասերում բռնությունների եւ քվեներ կեղծելու մասին։